Արքայական արարողությունից րոպեներ առաջ հարսնացուն դռան հետից լսեց, թե ինչպես է Փեսան հավերժ սեր խոստանում ուրիշ կնոջ։ Բայց փախչելու փոխարեն նա մտավ զոհասեղանի մոտ, վճռականորեն գահը դարձնելու իր զենքը։ Այն, ինչ ոչ ոք պալատում չէր պատկերացնում, այն էր, որ նրա վրեժը կունենար դաշինքներ սառեցնելու, սիրահարներին ոչնչացնելու, սրտեր բորբոքելու ուժը։ Դիտեք այս պատմությունը մինչ վերջ, դուք կզարմանաք այս պատմությունից։ Եթե սիրում եք սիրային պատմություններ, ռոմանս, բաժանորդագրվեք այս ալիքին, թողեք ձեր մեկնաբանությունը, ամեն օր մենք տեղադրում ենք նման տեսանյութեր, շարունակենք։ 1842 թվականի այդ ձմռան ձյունը Երանի վրա թափվում էր գրեթե դիտավորյալ համառությամբ, կարծես երկինքը դավադրություն էր կազմակերպել քաղաքի աղմուկը խլացնելու ոսկեզօծ սրահներում եռացող մեղքերը թաքցնելու համար։ Սարդարապատի պալատում, որտեղ իտալական մարմար արտացոլում էր բյուրեղապակյա ջահերի թույլ լույսը, անվերջանալի միջանցքները գաղտնիքներ էին պահում, ինչպես մասունքները պահում են սրբերի ոսկորները, պատրաստվում էր մի միություն, որը կկնքեր պայմանագրեր, կփրկեր դատարկ գանձատները, կհանդարտեցներ անհանգիստ սահմանները։ Իզաբելլա Վարդանյանը վերջին անգամ շտկեց Կարսի ժանյակե քողը, դիտելով իր արտացոլանքը վանի հայելու մեջ, որը պատկանել էր Մարիա Անտուանետա թագուհուն։ Ժառանգության ծանրությունը շոշափելի էր, ոչ միայն այն մարգարիտներում, որոնք զարդարում էին նրա պարանոցը, այլ այն սպասումներում, որոնք կուտակվում էին նրա ուսերին, իբր սառույցի շերտեր։ Տասնամյակների դիվանագիտական ինտրիգներից ճնշված հեղափոխություններից հոգնած տոհմի ժառանգուհին, 22 տարեկանում նա հասկանում էր, որ իր անունը մարմինը կլինեն նույն պայմանագրի մաս, որը հավասար հեշտությամբ թագավորություններ է կառուցում ճակատագրեր կործանում։ Աշխարհը, լի թերթերով, որոնք ստում էին ազնվական քաղաքավարությամբ, տիկնանցով, որոնք ժպտում էին ճենապակյա ատամներով, արդեն իսկ ծափահարում էր նրան որպես ապագա կայսրուհի։ Ալեքսանդր Բագրատունիի, հայկական գահի ժառանգորդ արքայազնի հետ միությունը ավելին էր, քան ամուսնություն։ Դա նուրբ կապ էր երկու արքայական տների միջ, որոնք վերապրել էին հեղափոխական փոթորիկը, այժմ ձգտում էին ամրապնդել իշխանությունը Լուի Ֆիլիպի հովանու ներքո։ Իզաբելլան հավատում էր այն միամտությամբ, որը դեռս մնացել էր իրեն, որ չնայած իր միությունը շրջապատող արարողակարգային սառնությանը, հնարավոր էր ջերմություն Ալեքսանդրի խոստման մեջ։ Արքայազնը, որի խառնվածքը հիացմունք էր առաջացնում սրահներում, դեսպանատներում, միշտ ճիշտ էր իր խոսքերում, միշտ վստահ իր ձեռքերում նախամուսնական պարերի ժամանակ։ Նրանց զրույցները թե սահմանափակված էին էթիկետի խստություններով, բացահայտում էին կրթված, խելացի մարդու, ով ունակ էր քննարկումներ վարել Վոլտերի Գյումրիի գործարանները ցնցող բանվորական շարժումների մասին։ Մի քմահաճույքով, որը թերս նախանշան էր, կամ թերս պարզապես հարսնացուի բնական անհանգստությունը զոհասեղանին մոտենալուց րոպեներ առաջ, Իզաբելլան շեղվեց իր ճանապարհից, դեպի Էջմիածնի մայր տաճար տանող միջանցքներով։ Հետեց մի հետաքրքրասիրության շունչի, որը եկավ սառցե զեփյուռի հրավերի պես, տանելով նրան այն միջանց։ Քներով, որոնք ինքը գիտեր մանկուց, երբ հոր, Վարդանյան Դուքսի հետ այցելում էր արքունիք։ Կանգ առավ կիսաբաց դռան առջ, քարտեզների սրահում, դիվանագիտության սրբավայրում, որտեղ պատերազմները որոշվում էին դեռ մինչ զինվորները իմանային, որ պետք է արշավեն։ Հայկական սիգարների կոնյակի բույրը խառնվում էր հին մագաղաթի մոմի հոտին։ Հենց այդ ժամանակ նա լսեց խուլ, տղամարդկային, մտերիմ ծիծաղ։ Ալեքսանդրի ձայնը, զրկված սովորական պաշտոնականությունից, արտասանեց բառեր, որոնք կտրում էին նոր դարբնած սայրի պես։ Այս հարմարավետ ամուսնությունից հետո, իմ սիրելիս, մենք վերջապես կկարողանանք ապրել այն սերը, որն իսկապես բորբոքում է ինձ։ Իզաբելլան կկատարի իր դերը որպես կայսրուհի, բայց դու ես, ով կթագավորի իմ սրտում։ Կնոջ անունը Հելենա Ղազարյան, Իզաբելլայի պատվավոր սպասուհին մանկության ընկերուհին, շշնջվեց այնպիսի քնքշությամբ, որ աշխարհը փլվեց առանց աղմուկի, միայն սառույցի դաժան նրբությամբ, որը դանդաղ ճաքում է իր հետ տանում կամուրջները։ Ալեքսանդր, շնջաց կանացի ձայնը, որը ճանաչելի էր որպես երաժշտություն Իզաբելլայի ականջների համար, վստահ ես, որ մենք կկարողանանք պահպանել այս խաբեությունը։ Նա չափազանց խելացի է, որպեսզի չնկատի։ Իմ քաղցր Հելենա, պատասխանեց արքայազնը, Իզաբելլան կարող էր պատկերացնել այն ժեստը, որը նա միշտ անում էր իր ներկայությամբ, ցուցամատով հետ թողնելով սիրելի կնոջ կզակի եզրագծին։ Իզաբելլան Վարդանյանը։ Նա ծնվել է արարողակարգի համար, խաղի կանոնները ընդունելու համար։ Նա կհասկանա, որ ամուսնությունը քաղաքական է, իսկ սերը։ Դե, սերը գտնում է իր սեփական ճանապարհները։ Իզաբելլան խորը շունչ քաշեց, զգալով սառը օդը, որն այրում էր իր թոքերը, կարծես կրակ լիներ։
Նահանջեց մեկ քայլ, ապա մյուսը, մինչ ձայները դարձան անհասկանալի շշուկներ։ Իր մեջ նա գտավ ոչ թե ցավի ճիչ կամ արցունքների հեղեղ, այլ բյուրեղյա պարզություն, արցախյան սայրի պես սուր։ Փախչելը կլիներ երիտասարդական հուսահատ ընտրություն։ Այն ամենը բացահայտել այնտեղ տաճարում արդեն հավաքված հյուրերի առջ հուսահատության ժեստ կլիներ, որը կոչնչացներ ոչ միայն նրա արժանապատվությունը, այլ այն դաշինքները, որոնք իր հայրը տասնամյակներ շարունակ կառուցել էր։ Փոխարենը Իզաբելան հագավ ճակատագիրը, կարծես այն հարմարեցված թիկնոց լիներ, կարված այնպիսի դերձակների կողմից, ովքեր ճշգրտորեն գիտեին նրա համամասնությունները։ Վերադարձավ գլխավոր միջանցք, որտեղ նրան սպասում էր իր սպասուհին, անհանգիստ արտահայտությամբ։ Ձերդ գերազանցություն, որտեղ էիք։ Շքերթը պետք է արդեն սկսված լիներ։ Ես հրաժեշտ էի տալիս այն միայնակ կնոջը, ով ես էի, պատասխանեց Իզաբելան, ժպիտով, որը չհասավ աչքերին։ Հիմա ես ուրիշ մարդ եմ։ Եվ այսպես նա մտավ գոթական տաճար, զանգերի ղողանջի ներքո, որոնք հնչում էին հալած բրոնզի պես, լատիներենի արձագանքի ներքո, որը տարածվում էր քարե կամարների տակ, մինչ գաղտնի կնքեց խոստում ի սեփական արյանը։ Նա գահը չէր զիջի սիրուհիներին, իրեն թույլ չէր տա միամտություն, լուր տառապելու։ Նա նվաստացումը կվերածեր իշխանության ճարտարապետության։ Եվ նրա վրեժը կատարյալ լինելու համար պետք է բավականաչափ սառը լիներ բոլոր եղանակներին դիմակայելու համար։ Ամուսնությունը նշվեց այն շքեղությամբ, որը պահանջում էր առիթը։ Իզաբելան երդումները արտասանեց պարզ ամուր ձայնով, յուրաքանչյուր բառ ծանր էր ոսկու պես։ Ալեքսանդրը, ակնհայտորեն թեթացած նրա հանգստությունից, ժպտաց անկեղծ երախտագիտությամբ։ Հյուրերը, եվրոպական արքայական ընտանիքների, դիվանագետների հայ ազնվականների խառնուրդ, ծափահարեցին, երբ մատանիները փոխանակվեցին անմեղ համբույրը տրվեց։ Բայց մինչ տոնակատարությունները ձգվում էին գիշերվա մեջ, Շտրաուսի վալսերի արցախյան շամպայնի ներքո Իզաբելան դիտում էր։ Նա կատալոգացնում էր ժեստերը, անգիր անում զրույցները, բացահայտում դաշինքներն ու թշնամությունները, ինչպես գեներալը ուսումնասիրում է մարտադաշտի քարտեզները։ Նա նկատեց, թե ինչպես էր Հելենան խուսափում իր հայացքից, թե ինչպես էր Ալեքսանդրը բաշխում հաշվարկված շպիտներ, թե ինչպես էին նախարարները խոնարհվում այնպիսի հարգանքով, որը սահմանակից էր թատերականին։ Այսպիսով հաստատվեց սառույցի մի ռեժիմ, որը չէր նկատվում պարահանդեսների պաշտոնական ընդունելությունների գիշերներին, բայց որը սկսեց աղտոտել ազդեցության ստորգետնյա հոսանքները, որոնք շարժում էին պալատը։ Իզաբելան, մանուկ հասակից սովորեցրած ոչ միայն լսել սրահների երաժշտությունը, այլ նոտաների միջ ընկած յուրաքանչյուր դադարի ծանրությունը, սկսեց զբաղեցնել այն տարածքները, որոնք միշտ ծածրել էին, թե իրենը չեն։ Ռազմավարական լսողությամբ նա իմացավ, թե որտեղ էին փլուզվում արտրային դաշինքները, որ նախարարներն էին թույլ տալիս իրենց առաջնորդել ճիշտ լուրերով ճիշտ պահին, որ գեներալներն ունեին բավականաչափ փխրուն հպարտություն, շահարկվելու պատիվների պարկների միջոցով։ Նրա յուրաքանչյուր ժպիտ սկսեց պարունակել հաշվարկված տատանում։ Հիվանդանոց կատարված յուրաքանչյուր այց, կոնդի մանկատանը կատարված յուրաքանչյուր նվիրատվություն դարձան ոչ միայն քրիստոնեական բարեպաշտության դրսևորումներ, այլ ազդանշաններ, որոնք ուղարկվում էին պրագմատիկ աչքերին։ Այնտեղ էր մի տիրակալուհի, ով հասկանում էր խորհրդանիշներն ու թվերը հավասար հոսունությամբ։ Հելենան, չիմանալով, թե որտեղից էր գալիս այն քամին, որը սկսեց փչել իր Գյումրիի մետաքսյա զգեստների դեմ, նուրբ կերպով զգաց իր հեղինակության նվազումը։ Փոքր արարողակարգային սխալներ, որոնք նախկինում աննկատ էին անցնում, այժմ նկատվում էին բոլորի կողմից։ Մասնավոր երեկոների հրավերները սկսեցին նվազել։ Ալեքսանդրը, սովոր լինելով բարեհաճության հոսունությանը այն հեշտությանը, որով դռները բացվում էին իր ցանկությունների առջ, աճող զարմանքով նկատեց, որ այդ դռներից մի քանիսն այժմ պահանջում էին գաղտնաբառեր, որոնք նա չուներ։ Եվ հենց այս զգուշորեն կազմակերպված լարվածության մթնոլորտում էր, որ Իզաբելան ճանաչեց Լյուսիեն Սարգսյանին, արքայական գվարդիայի կապիտանին, մարտի ցրտահարված այգիներում, մինչ գիշերային ստուգումները դառնում էին ավելի հաճախակի այն պատճառներով, որոնց մասին նոր կայսրուհին չէր մեկնաբանում, բայց որոնք բոլորը կասկածում էին, որ կապված են հանրապետական դավադրության լուրերի հետ։ Լյուսիենն ուներ այն մարդկանց եծվածքը, ովքեր սովորել էին գոյատել ինչպես ռազմական պաշարումներին, այնպես էլ պալատական ինտրիգներին։ Վերահսկվող փոթորկի գույնի աչքեր, ձախ հոնքի վրա աննկատ սպի ավարայրի հիշողությունը, ազնվականի խստությունը, ով սովորել էր ոչ ասել դուքսերին, երբ պարտականությունը դա էր պահանջում։ Նա այն մարդկանցից էր, ում հավատարմությունը գնվում էր ոչ թե ոսկով, այլ հարգանքով վստահությամբ։ Նրանց միջ մտերմությունը ծնվեց արարողակարգային անհրաժեշտությունից։
Կայսրուհուն ուղեկցորդ էր պետք միջանցքներով անցնելու համար, որտեղ ձմեռային ցուրտը կարծես առաջինն էր հաստատվում, Լուսիենն ամենաունակ աննկատ ստվերն էր։ Բայց ջերմությունը, այդ անվերջ ձմռանը, ընտրեց անզգույշ վտանգավոր ուղիներ։ Իզաբելայի մաշկը վտանգը ճանաչեց դեռս սրտից առաջ, քանի որ նրա ներկայությունը խախտում էր շնչառության ռիթմը, այն գիտակցումը, որ լրտեսները ցանկացած պահի կարող էին լսել քայլերը, դարձավ պատրվակ ավելի մոտ մնալու, շուկներով խոսելու համար, որոնք մտերմություն էին պահանջում։ Լարվածությունն աճում էր լռության մեջ, խնամքով, ինչպես կրակը մոխրի տակ, առանց վուլգարության, հիմնված քողարկված խոստովանությունների փոխանակման վրա։ Նա զգում էր, որ ինչ-որ կործանարար բան էր թաքնված կայսրուհու հանգստության քողի տակ, նա հայտնաբերեց, որ Լուսիենը հրամաններ էր պահում, որոնք թերս համակրելի չէին իր իսկ բարօրության համար չափազանց պարզամիտ տիրակալուհու գաղափարին։ Գիշերային պարեկությունների առավոտյան զեկույցների միջ, հայացքների միջ, որոնք մեկ վայրկյան ավելի էին տում, քան արարողակարգը թույլ էր տալիս, Նապոլեոնի մասին զրույցների միջ, որոնք ձգվում էին անհրաժեշտից ավելի, ծնվում էր մի բան, որը ոչ ոք չէր համարձակվում անվանել, բայց որը երկուսն էլ ճանաչում էին որպես այդ դավաճանությունների ձմռան առաջին իսկական ջերմությունը։ Ձմեռային փառատոնը եկավ Մետաքսի բյուրեղապակու փոթորկի պես, Ցարտարապատի պալատը վերածելով լույսերի համաստեղության, որը մարտահրավեր էր նետում հունվարի վաղ մթությանը։ Դա թագադրումից հետո առաջին մեծ տոնակատարությունն էր, Իզաբելան հասկանում էր, որ յուրաքանչյուր ժեստ կդիտվի, յուրաքանչյուր բառ կկշռվի, յուրաքանչյուր ժպիտ կմեկնաբանվի որպես քաղաքական հայտարարություն։ Հայ արքունիքը, դեռս նյարդայնացած հեղափոխու թյունների հեռավոր արձագանքներից աճող բանվորական հուզումներից, կայսերական շքեղության մեջ փնտրում էր հաստատում, որ կարգը անսասան է մնում։ Ամուսնությունից հետո անցած 3 ամիսների ընթացքում Իզաբելան հյուսել էր իր ցանցը սարդի համբերությամբ, ով գիտեր յուրաքանչյուր թելի արժեքը։ Նրա առավոտները նվիրված էին նախարարների կանանց հետ հանդիպումներին, նրա կեսօրները Երանի աղքատ թաղամասեր կատարած ռազմավարական այցելություններին, որտեղ նա բաշխում էր հաց դեղորայք, միաժամանակ տեղեկություններ հավաքելով ժողովրդական տրամադրությունների մասին։ Գիշերները նա հաճախում էր սրահներ, որտեղ իսկական քաղաքական որոշումները կայացվում էին բիստի խաղերի գրականության մասին թվացյալ պատահական զրույցների միջ։ Փոխակերպումը նուրբ էր, բայց անողոք։ Արմեն Դավթյան Կոմսը, կայսրի խորտ եղբայրը զգալի ազդեցություն ունեցող մարդը, հրապարակայնորեն մեկնաբանել էր երիտասարդ կայսրուհու ուշագրավ քաղաքական հասունությունը։ Անահիտ Մելքումյան Կոմսուհին, հայտնի իր ամենանուրբ շուրթերից գաղտնիքներ գայթակղելու ունակությամբ, ավելի ու ավելի հաճախ էր փնտրում Իզաբելայի ընկերակցությունը։ Նույնիսկ Տալեյրանը, ձեր դիվանագետ արքայազնը, ով վերապրել էր բոլոր ռեժիմները, անպայման երկար զրուցում էր նրա հետ ընդունելությունների ժամանակ։ Ալեքսանդրը դիտում էր այս փոփոխություններն աճող հիացմունքի անհանգստության խառնուրդով։ Այն կինը, որին նա հույս ուներ գտնել, հնազանդ, դեկորատիվ, բավարարված ասեղնագործելով հյուրեր ընդունելով, բացահայտվել էր որպես աճող քաղաքական ուժ։ Երբ նա փորձում էր իրականացնել ավանդական ամուսնական իշխանությունը, բախվում էր կրթված, բայց անզիջում դիմադրության։ Իզաբելան երբեք բացահայտ չէր մարտահրավեր նետում նրան, բայց նրա գործողությունները հետում էին իրենց սեփական տրամաբանությանը, որը նա չէր կարողանում վերծանել կամ վերահսկել։ Դուք տարբեր եք գործում, մեկնաբանեց նա դեկտեմբերյան մի գիշեր, մինչ Իզաբելան պատրաստվում էր քնել կայսերական սենյակներում, որոնք հազվադեպ էին կիսում որպես ամուսին կին։ Ինչպես տարբեր իմ տեր, հարցրեց նա, ծանրելով իր շագանակագույն մազերը հայելու առջ, առանց ամուսնուն նայելու։ Ավելի ներգրավված պետական գործերում։ Ավելի քաղաքական։ Իզաբելան ժպտաց, Ալեքսանդրը նկատեց, որ այդ ժպիտի մեջ ինչ-որ գիշատիչ բան կար, թե չէր կարողանում ճշգրտորեն իդենտիֆիկացնել, թե ինչ։ Կարծում եմ, ձեր մեծությունը շփոթում է հասունությունը փոփոխության հետ։ Կայսրուհին պետք է հասկանա այն թագավորությունը, որը ղեկավարում է, չեք կարծում։ Դա կատարյալ պատասխան էր, հարգալից, տրամաբանական, անհնար քննադատելու համար։ Բայց Ալեքսանդրը միշտ հեռանում էր այդ զրույցներից, այն զգացումով, որ նուրբ կերպով պարտվել է մի խաղում, որի կանոնները չէր հասկանում։ Մինչդեռ Հելենա Ղազարյանը զգում էր, թե ինչպես են պատերը փակվում իր շուրջը, դանդաղ, բայց անխուսափելի մակընթացության ջրերի պես։ Փոքր միջադեպերը սկսեցին կուտակվել։ Օրլեանի դքսուհու թեյի հրավերի կորուստ, պաշտոնական ճաշկերույթի ժամանակ պակաս արտոնյալ տեղ, քողարկված մեկնաբանություններ իր ընտանիքի մասին, որը պարզվել էր արտրային կապեր ուներ մանվածքների արտադրողների հետ, որոնք երեխաներ էին աշխատեցնում անմխիթար պայմաններում։ Ոչինչ, ինչը կարող էր ուղղակիորեն վերագրվել կայսրուհուն, բայց Հելենան միամիտ չէր։
Նա ճանաչում էր մեթոդը իրադարձությունների թվացյալ պատահականության մեջ։ Արտաքին գործերի նախարարությունում կայացած ընդունելության ժամանակ էր, որ առաջին իսկական հարվածը հասցվեց։ Լորդ Քաուլին, բրիտանացի դեսպանը, որը հայտնի էր իր միշտ ճիշտ տեղում լինելու ունակությամբ, սխալ պահերին ականատես լինելու համար, զուտ պատահականությամբ, հատում էր մի միջանցք հենց այն պահին, երբ Ալեքսանդրը զգուշորեն հեռանում էր Հելենայի սենյակներից։ Անգլիացի դիվանագետը, կասկածելի պատվի, բայց հիանալի հիշողության տեր մարդը, պատահականորեն նշեց միջադեպը ավստրիական դեսպանատանը կայացած ճաշկերույթի ժամանակ։ Լուրը վերացված քաղաքավարի ակնարկի արծաթե սկուտեղների վրա մատուցված ճիշտ ականջն։ Երին իր ճանապարհը գտավ մինչ այն սրահները, որտեղ ձավորվում էր հասարակական կարծիքը։ Թերթերը, որոնք Լուի Ֆիլիպի ռեժիմի ներքո սովորել էին ենթադրությունների արվեստը, առանց ուղղակիորեն մեղադրելու, սկսեցին հոդվածներ հրապարակել արքայական տների առջ ծառացած բարոյական մարտահրավերների մասին սոցիալական փոփոխությունների ժամանակներում։ Ժառանգորդ արքայազնի հեղինակությունը չփլուզվեց, շատ ավելին կպահանջվեր նրա դիրքի մարդուն ցնցելու համար, բայց այն բավականաչափ տատանվեց նուրբ վերանորոգումներ պահանջելու համար։ Եվ Իզաբելլան իր աճող բարեհաճությունների ազդեցությունների ցանցում թվում էր միակ մարդը, ով կարող էր այդ վերանորոգումները ապահովել։ Ալեքսանդրը, առաջին անգամ իր արտոնյալ կյանքում շփոթված, թակեց կնոջ սենյակների դուռը մի խիտ մառախլապատ գիշեր, որը երանը անտեսանելի էր դարձնում պալատի պատուհաններից այն կողմ։ «Պետք է խոսեմ քեզ հետ», ասաց նա, առանց սովորական ողջույնների։ Իզաբելլան մոմի լույսի ներքո կարդում էր Մադամ դը Ստալին, հագած մուգ կապույտ մետաքսե խալաթ, որն ընդգծում էր նրա մաշկի գունատություն։ Նա աչքերը բարձրացրեց գրքից, քաղաքավարի հետաքրքրասիրության արտահայտությամբ։ Իհարկե, իմ տեր։ Ինչով կարող եմ օգտակար լինել։ Օգտակար բառի նուրբ հեգնանքը չանցավ Ալեքսանդրի ուշադրությունից։ Նա մոտեցավ պատուհանին, դիտելով մառախուղով պատված քաղաքը։ Կարծում եմ, դու գիտես, թե ինչի մասին են խոսում սրահներում վերջերս։ Սրահներում շատ բաների մասին են խոսում, պատասխանեց Իզաբելլան, փակելով գիրքը, բայց մատը թողնելով էջերի մեջ, կարծես ակնկալում էր շուտով վերսկսել կարդալը։ Անհրաժեշտ կլինի ավելի կոնկրետ լինել։ Ալեքսանդրը շրջվեց դեպի նա, առաջին անգամ Իզաբելլան տեսավ ինչ-որ բան, որը մոտ էր հուսահատությանը ամուսնու աչքերում։ Իմ անձնական կյանքի մասին շահարկումները։ Հելենայի հետ իմ բարեկամության մասին։ Ահա, ասաց Իզաբելլան, կարծես հենց նոր հասկացավ։ Շահարկումները։ Իզաբելլա, Ալեքսանդրը մոտեցավ բազկաթոռին, որտեղ նա նստած էր, դու գիտես, որ մեր ամուսնությունը կազմակերպվել է պետական շահերից ելնելով։ Մենք երբեք չենք ծածրել, թե կա գիրք մեր միջ։ Բայց դա չի նշանակում, որ ես քեզ անարգում եմ կամ չեմ գնահատում քո դիրքը որպես իմ կին։ Նրա անկեղծությունը զարմացրեց նրան։ Նա ակնկալում էր ժխտումներ, բարդ ստեր, թերս նույնիսկ մեղադրանքներ պարանոյայի մեջ։ Փոխարենը, նա գտավ մի ազնվություն, որը գրեթե կարեկցանք առաջացրեց նրա մոտ։ Գրեթե։ Գնահատել իմ դիրքը, կրկնեց նա դանդաղ։ Դա հետաքրքիր արտահայտություն է։ Ինձ պետք է քո զգուշությունը, շարունակեց Ալեքսանդրը։ Եվ թերս։ Քո ազդեցությունը։ Ես գիտեմ, որ դու կարևոր ընկերություններ ես հաստատել։ Որ մարդիկ քեզ լսում են։ Իսկ փոխարենը։ Հարցը տրվեց սուր քաղցրությամբ, որը ստիպեց Ալեքսանդրին բնազդաբար հետ քաշվել։ Փոխարենը։ Այո, իմ տեր։ Իմ զգուշության ազդեցության դիմաց ինչ ես առաջարկում։ Ալեքսանդրը երկար լռեց, վերջապես հասկանալով, որ նա բանակցում էր, այլ ոչ թե ամուսնական բարեհաճություն խնդրում։ Ինչ ես ուզում։ Իզաբելլան ժպտաց, նույն ժպիտը, որից նա սկսել էր վախենալ, առանց հասկանալու, թե ինչու։ Անսահմանափակ քաղաքական հավատարմություն։ Բոլոր նախարարական նշանակումների վերաբերյալ խորհրդակցություն։ Վետո քաղաքականությունների վերաբերյալ, որոնք ազդում են կանանց դիրքի վրա արքունիքում։ Եվ առաջնահերթություն կրթության սոցիալական աջակցության հետ կապված հարցերում։ Դրանք պահանջներ էին, որոնք հավասարազոր էին համատեղ կառավարմանը, իշխանության բաժանմանը, որը ոչ մի հայ կայսրուհի չէր համարձակվել պահանջել Մեդիչիների Կատերինայից ի վեր։ Բայց Ալեքսանդրը, զգալով անկայուն հողը իր ոտքերի տակ, ընդունեց։ Նա զգաց վարագու իրների մետաքսի հասմիկի բույրի տակ, որը միշտ ուղեկցում էր Իզաբելլային, նուրբ, բայց անսասան հոսանքը, որն այժմ կապում էր նրան։
Հենց այս ժամանակահատվածում էլ Իզաբելայի Լյուսիենի մտերմությունը արարողակարգային լարվածությունից վերածվեց շատ ավելի վտանգավոր բանի։ Գվարդիայի կապիտանը դարձել էր մշտական ներկայություն այն միջանցքներում, որոնք հաճախում էր կայսրուհին, նրա գիշերային պարեկությունները խորհրդավոր կերպով համընկնում էին նրա անքնության հետ։ Նրանք խոսում էին ռազմական պատմության, Եվրոպան ցնցող հանրապետական շարժումների, այն գրքերի մասին, որոնք երկուսն էլ կարդացել էին երիտասարդության տարիներին։ Լյուսիենը հայտնաբերել էր, որ կայսրուհին ուներ սուր միտք, որը շատ ավելին էր, քան ազնվական կանացի կրթության սովորական շնորհները։ Նա գիտեր կեսարի արշավանքների մանրամասները, քննարկում էր Նապոլեոնի մարտավարությունը, տեխնիկական ճշգրտությամբ ցուցադրում էր սարսափելիորեն պարզ պատկերացում այն սոցիալական լարվածությունների մասին, որոնք սպառնում էին ռեժիմի կայունությանը։ Կարծում եք, որ միապետությունը կգոյատի։ Մոտալուտ փոփոխություններին հարցրեց նա հունվարյան մի գիշեր, մինչ նրանք քայլում էին ձյունով պատված այգիներով։ Լյուսիենը զգուշորեն դիտարկեց հարցը։ Դա այնպիսի զրույց էր, որը կարող էր դավաճանություն մեկնաբանվել, եթե հաղորդվեր սխալ մարդկանց։ Կարծում եմ, որ կգոյատի, եթե կարողանա հարմարվել։ Հարցն այն է, թե ով կունենա այդ հարմարվողականությունը ղեկավարելու իմաստությունը, քաջությունը։ Եվ կարծում եք, որ իմ ամուսինն ունի այդպիսի իմաստություն։ Հարցը թակարդ էր, երկուսն էլ դա գիտեին։ Ցանկացած պատասխան կարող էր դիտվել որպես անհավատարմություն կամ սադրանք։ Բայց ինչ-որ բան կար նրանում, թե ինչպես էր Լուսինը լուսավորում Իզաբելայի դեմքը, ինչ-որ բան կար այն խոցելիության մեջ, որը նա թույլ էր տալիս նրան տեսնել կայսերական դիմակի հետում, որը ստիպեց Լյուսիենին ընտրել ազնվությունը։ Կարծում եմ, որ ձեր մեծությունն ունի այդ իմաստությունը։ Ինչ վերաբերում է արքայազնին։ Նա շատ հատկությունների տեր մարդ է, բայց թերս նա արտակարգ ժամանակների մարդ չէ։ Դա դավաճանություն էր, տեխնիկապես։ Բայց այն հնչեց որպես ազատագրում։ Այդ գիշերից սկսած նրանց միջ զրույցները ձեռք բերեցին վտանգավոր մտերմություն։ Լյուսիենը հաղորդում էր այն տեղեկությունները, որոնք իր մարդիկ հավաքում էին հնարավոր դավադրությունների, զորքերի տրամադրության, սրճարաններում շշուկների մասին, որտեղ հավաքվում էին հանրապետական մտավորականները։ Իզաբելան իր հերթին կիսվում էր իր դիտարկումներով արքունիքում իշխանության խաղերի, սրահներում ձավորվող քանդվող դաշինքների մասին։ Լյուսիենի կողմից գիտակցված դավաճանություն չկար, նրա հավատարմությունը մնում էր հայկական թագին։ Բայց կար, այո, այդ հավատարմության աստիճանական փոխանցում։ Ժառանգորդ արքայազնի հեռավոր քաղաքականապես միամիտ կերպարից դեպի խելացի վճռական կինը, ով քայլում էր նրա կողքին սառը լուսաբացներին։ Նրանց միջ ֆիզիկական լարվածությունն աճում էր մակընթացության անխուսափելիությամբ։ Ձեռքերի պատահական հպում, երբ նա օգնում էր նրան իջնել աստիճաններով։ Նրա մարմնի ջերմությունը, երբ նա մոտենում էր գաղտնի տեղեկություններ շշնջալու համար։ Այն ձև, թե ինչպես էր նա գծում իր ներքին շրթունքը կենտրոնացած ժամանակ, ստիպելով Լյուսիենին պատկերացնել բաներ, որոնք գվարդիայի կապիտանը չպետք է պատկերացներ իր կայսրուհու մասին։ Շրջադարձի պահը եկավ փոթորկոտ գիշեր, երբ Իզաբելան պնդեց անձամբ ստուգել գաղտնի արխիվի սենյակներում արտահոսքի պատճառած վնասները։ Լյուսիենը փորձեց հետ պահել նրան, պնդելով, որ դա վտանգավոր է անհարկի, բայց նա անդրդվելի էր։ Եթե կան վտանգված փաստաթղթեր, ես պետք է իմանամ, թե որոնք են դրանք, ինչ տեղեկություններ կարող էին բացահայտվել։ Նրանք միասին քայլեցին մութ միջանցքներով, լուսավորված միայն Լյուսիենի կրած լամպով։ Անձրի ձայնը պատուհանների դեմ խլացնում էր նրանց քայլերը, ստեղծելով մտերմության պղպջակ քնած պալատի սրտում։ Արխիվում նրանք հայտնաբերեցին, որ վնասները ակնկալվածից փոքր էին, բայց երբ նրանք շրջվեցին դուրս գալու, քամու հոսանքն անջատեց լամպի բոցը։ Մթությունը պատեց նրանց թավշի պես։ Իզաբելան մեկ քայլ արեց դեպի այն, ինչ նա կարծում էր, որ դուռն էր, ծայթաքեց ջրից վնասված գրքերի կույտի վրա։ Լյուսիենը բռնեց նրան, նախքան նա կընկներ, բնազդաբար քաշելով նրան իր կրծքին։ Մի պահ, որը թվաց հավերժական, նրանք մնացին այդպես, նա իր ձեռքերը դրած նրա կրծքին, զգալով նրա արագացած սիրտը համազգեստի տակ։ Նա իր ձեռքերը նրա իրանին, շնչելով հասմիկի բույրը ինչ-որ ավելի վայրի, ավելի կանացի բան, որը միայն նրանն էր։ Իզաբելա, շշնջաց նա, դա առաջին անգամ էր, որ նա արտասանեց նրա անունը առանց պաշտոնական դիմելաձի։ Ես գիտեմ, շշնջաց նա ի պատասխան, կարիք չկար բացատրելու, թե ինչ էին նրանք իմանում։ Համբույրը, երբ այն վերջապես տեղի ունեցավ, անխուսափելի էր լուսաբացի պես։ Այդ առաջին շփման մեջ տատանում կամ մեղք չկար, միայն այն զգացումը, որ աշխարհը վերջապես իմաստ ուներ։
Նրա ձեռքերը միահյուսվեցին նրա մազերին, քանդելով բարդ սանրվածքը։ Նրա մատները հետք թողեցին նրա պարանոցի սպիների վրա, մարտերի հետքեր, որոնք նրան ավելի իրական էին դարձնում, քան ցանկացած օծանելիքով արքունական։ Երբ նրանք բաժանվեցին, շնչահեղձ, իրականությունը վերադարձավ սառը ցնցուղի պես։ Նրանք կայսրուհի էին գվարդիայի կապիտան։ Նա ամուսնացած էր։ Նա պատասխանատու էր նրան պաշտպանելու համար, ոչ թե գայթակղելու։ Սկանդալը կործանարար կլիներ ոչ միայն նրանց, այլ թագավորության կայունության համար։ Սա չի կարող նորից կրկնվել, ասաց Իզաբելան, բայց նրա ձայնը համոզմունք չէր պարունակում։ Ոչ, համաձայնեց Լյուսիենը, բայց նրա աչքերը հակառակն էին ասում։ Նրանք վերադարձան գլխավոր պալատ լուռ, յուրաքանչյուրը կորած մտքերում, որոնք չէին համարձակվում կիսել։ Բայց երկուսն էլ գիտեին, որ ինչ-որ հիմնարար բան էր փոխվել։ Այն լարվածությունը, որը նախկինում սպառում էր նրանց, ելք էր գտել, բայց նա ստեղծել էր տառապանքի նորց։ Այժմ նրանք ճշգրտորեն գիտեին, թե ինչ էր վտանգված, ինչ կարող էին ունենալ, ինչ երբեք չպետք է իրենց թույլ տային։ Հաջորդ օրերին նրանք փորձեցին հեռու մնալ։ Լյուսիենը այլ պահակներ նշանակեց գիշերային պարեկությունների համար։ Իզաբելան սկսեց խուսափել այն միջանցքներից, որտեղ կարող էր հանդիպել նրան։ Բայց պալատը բավականաչափ մեծ չէր նրանց միջ ծնվածը պարունակելու համար, գողուն հայացքները, նշանակալի լռությունները, անքուն գիշերները դարձան նրանց նոր իրականության մաս։ Ալեքսանդրը, կլանված իր սեփական ռոմանտիկ բարդություններով, աճող քաղաքական ճնշումներով, չէր նկատում կնոջ նուրբ փոփոխությունը։ Բայց Հելենա Ղազարյանը, կնոջ սուր ինտուիցիայով, ով գիտեր կրքի նշանները ճանաչել, սկսեց Իզաբելային դիտել նոր ուշադրությամբ։ Եվ այն, ինչ նա տեսնում էր, խորապես անհանգստացնում էր նրան։ Կայսրուհին տարբեր էր։ Նրա աչքերում նոր լույս կար, նրա շարժումներում զսպված էներգիա։ Դա այն կնոջ անսխալական փայլն էր, ով հայտնաբերել էր իր սեփական ցանկության ուժը։ Եվ Հելենան, իմանալով այն վտանգները, որոնք ներկայացնում էր այդ հայտնագործությունը, սկսեց մտածել, թե ով էր արթնացրել այս փոխակերպումը այն կնոջ մեջ, ով դարձել էր իր լուռ մրցակիցը։ 1843 թվականի ձմեռը խոստանում էր լինել նույնիսկ ավելի դաժան, քան նախորդը, բայց Սարդարապատի պալատի ներսում սառույցը սկսում էր հալվել անսպասելի վայրերում, ստեղծելով վտանգավոր հոսանքներ, որոնք շուտով կհեղեղեին ոսկեզօծ սրահները անկանխատեսելի հետանքներով։ 1843 թվականի գարունը երան եկավ այնպիսի դժկամությամբ, որն արտացոլում էր Սարդարապատի պալատի բնակիչների բաժանված սրտերը։ Այգիների նշանիները ամաչկոտ ծաղկեցին, կարծես վախենում էին, որ ձմեռը ցանկացած պահի կարող է վերադառնալ այրելու իրենց նուրբ թերթիկները։ Դա անորոշ խոստումների, բուրումնավետ օդում հայտարարվող փոփոխությունների սեզոն էր, որոնք դեռ չէին գտել համարձակություն, լիովին դրսևորվելու համար։ Իզաբելան դիտում էր բնության այս տատանվող փոխակերպումը իր սենյակների պատուհաններից, դրանում ճանաչելով իր սեփական վիճակի արտացոլանքը։ 3 ամիս էր անցել արխիվում կատարված համբույրից, 3 ամիս ցանկության պարտքի, վրեժի ծարավի այն զգացմունքների հայտնաբերման նուրբ տանջալից պարից, որոնք նա չէր պլանավորել զարգացնել։ Նրա առավոտները շարունակում էին նվիրված լինել իշխանության ծեսերին, որոնք նա նվաճել էր այդքան վիրաբուժական ճշգրտությամբ։ Նախարարների կանանց հետ հանդիպումները վերածվել էին քաղաքական ռազմավարության իսկական նիստերի, որտեղ տեղեկությունները փոխանակվում էին վետերան դիվանագետների նրբությամբ։ Նրա այցելությունները Երանի աղքատ թաղամասեր այլս պարզապես բարեգործական ժեստեր չէին, այլ հետախուզական արշավներ, որտեղ նա տվյալներ էր հավաքում ժողովրդական տրամադրությունների մասին, որոնք հետո օգտագործում էր Ալեքսանդրի որոշումների վրա ազդելու համար։ Ամուսինը, հավատարմորեն կատարելով իրենց միջ հաստատված համաձայնագիրը, այժմ խորհրդակցում էր նրա հետ բոլոր կարևոր նշանակումների վերաբերյալ։ Իզաբելային հաջողվել էր իր վստահելի մարդկանց տեղավորել առանցքային պաշտոններում։ Կրթության նոր նախարարը պրոգրեսիվ էր, ով հավատում էր կանանց կրթությանը, Երանի ոստիկանության պետը նրան պարտական էր բարեհաճություններով, քանի որ նա փրկել էր նրա կարիերան շեղված միջոցների հետ կապված սկանդալից։ Քաղաքական տախտակի յուրաքանչյուր խաղաքար այժմ շարժվում էր նրա կամքով, ստեղծելով ազդեցության ցանց, որն աճում էր բաղեղի պես պաշտոնական իշխանության պատերին։ Բայց գիշերներն էր, որ իսկական մարտը տեղի էր ունենում։ Ալեքսանդրը, աստիճանաբար հասկանալով, որ նա ավելի շատ վերահսկողություն էր տվել կնոջը, քան մտադրված էր, սկսեց դիմադրության նշաններ ցույց տալ։
Ոչ բացահայտորեն նա դեռս կարիք ուներ նրա զգուշությանը Հելենայի հետ իր սիրային կապի վերաբերյալ, բայց ամուսնական ապստամբության փոքր արարքներով։ Նա ավելի ուշ էր հասնում սոցիալական հանդիպումներին, որտեղ սպասվում էր նրա ներկայությունը կնոջ կողքին։ Նա նուրբ նվաստացնող մեկնաբանություններ էր անում պետական գործերում կանանց աճող ազդեցության մասին դեսպանների հետ ճաշկերույթների ժամանակ։ Նա ավելի ու ավելի սառն էր դառնում այն հազվադեպ դեպքերում, երբ նրանք կիսում էին նույն անձնական տարածքը։ Իզաբելլան հանդուրժում էր այդ սադրանքները ռազմավարի համբերությամբ, ով գիտեր, որ պատերազմը շահվում է երկարատ արշավների, ոչ թե իմպուլսիվ մարտերի միջոցով։ Բայց ներքուստ, յուրաքանչյուր փոքր նվաստացում սնուցում էր նրա վրեժի սառը կրակը։ Ալեքսանդրը դեռ չէր հասկանում, որ նա իր մեջ մի բան էր արթնացրել, որը շատ ավելին էր, քան քաղաքական իշխանության ծարավը։ Նա արթնացրել էր մի կնոջ, ով հայտնաբերել էր իր սեփական ուժը այլս չէր ընդունի, որ որևէ մեկի կողմից նվաստացվի։ Հենց Մատենադարանի պալատում կայացած ընդունելության ժամանակ էր, որը կազմակերպվել էր ի պատիվ ավստրիական դեսպանի, որ Իզաբելլան որոշեց արագացնել իր ծրագրերը։ Առիթը կատարյալ էր ոչ միայն Երանի ողջ բարձր հասարակության ներկայությամբ, այլ այն պատճառով, որ Հելենա Ղազարյանը, արդեն իսկ տեսանելիորեն ցնցված սոցիալական մեկուսացման շաբաթներից, կատարելու էր իր առաջին հրապարակային հայտնվելը իր մեկուսացման սկզբից ի վեր։ Իզաբելլան օրեր էր անցկացրել այս գիշերվա պատրաստության վրա, ինչպես գեներալը պատրաստվում է վճռական մարտի։ Իր տեղեկատուների ցանցի միջոցով, որն այժմ ներառում էր սպասուհիներից մինչ խոհանոցի ստրուկներ, նա տեղեկություններ էր հավաքել ներկա յուրաքանչյուր հյուրի մասին։ Նա գիտեր, որ Պերսինի կոմսը չափազանց մեծ վարկեր էր վերցրել, ֆինանսավորելու իր բորսայական շահարկումները, որ Մալակոֆի դքսուհին գաղտնի նամակագրություն էր պահպանում լեգիտիմիստ վտարանդիների հետ, որ ռուս դեսպանը ինքը հետաքննվում էր իր կառավարության կողմից հատուկ առաքելությունների անբացատրելի ծախսերի պատճառով։ Բայց ամենաարժեքավոր տեղեկությունը հասել էր նրան անսպասելի աղբյուրից, Մաթիլդայից, Հելենայի անձնական սպասուհուց, ով հունիսի մառախլապատ առավոտյան մոտեցել էր Իզաբելլային մի առաջարկով, որը բացահայտեց, թե որքան հեռու կարող էր հավատարմությունը գնվել, երբ այն համեմված էր դժգոհությամբ։ Ձերդ մեծություն, ասել էր կինը, միջին տարիքի բրետոնուհին, ում ծանր շեշտադրումը չէր կարողանում թաքցնել սուր խելքը։ Ես 15 տարի ծառայել եմ Ղազարյանների ընտանիքին, դեռ մինչ տիկին Հելենան ներկայացվեր արքունիքում։ Ես միշտ հավատարիմ եմ եղել, միշտ զգույշ։ Բայց հավատարմությունը երկկողմանի ճանապարհ է, ես վերջերս հայտնաբերեցի, որ իմ տիրուհին նախատեսում է ինձ ազատել առանց հղումների թոշակի, երբ նրա վիճակը դառնա անտանելի։ Հաջորդած զրույցը նրբագեղ շանտաժի վարպետության դաս էր։ Աննան ոչ միայն տեղեկություններ էր առաջարկում, այլ մատուցում էր մտերիմ գաղտնիքների ամբողջական զինանոց, որոնք Հելենան երբեք չէր պատկերացրել, որ որևէ մեկը գիտեր։ Սիրային նամակներ, որոնք նա գրում էր Ալեքսանդրին, բայց երբեք չէր ուղարկում։ Բժիշկների գիշերային այցելություններ, որոնք հուշում էին որոշ նուրբ պայմաններ։ Եվ ամենակործանարարը ապացույցներ, որ Հելենան փորձել էր օգտագործել իր ազդեցությունը Ալեքսանդրի վրա, միջամտելու ռազմական նշանակումներին, որոնք կօգուտեին իր սեփական հարազատներին։ Մատենադարանի ընդունելությունը սկսվեց այդ իրադարձությունների սովորական նրբագեղությամբ։ Կանայք ցուցադրում էին Ուորթի Պինգայի վերջին ստեղծագործությունները, տղամարդիկ փոքր խմբերով քննարկում էին քաղաքականություն, բիզնես, շամպայնը հոսում էր ոսկե գետերի պես, շքեղորեն զարդարված սրահներով, որոնք միայն հայ արքունիքը կարող էր ստեղծել։ Իզաբելլան շրջում էր հյուրերի միջ որպես կատարյալ տանտիրուհի, ժպիտներ քաղաքավարի խոսքեր բաշխե լով շվեյցարական ժամագործի ճշգրտությամբ։ Հելենան ուշացավ, ակնհայտորեն տատանվելով իր ընդունելության վերաբերյալ։ Նա հագած էր զուսպ գույնի զգեստ, մուգ կապույտ, որը նորմալ պայմաններում կհամարվեր նրբագեղ, բայց այդ գիշեր նրան գրեթե անտեսանելի էր դարձնում մյուս տիկնանց ընտրած վառ գույների մեջ։ Նրա աչքերը անմիջապես փնտրեցին Ալեքսանդրին, ով զրուցում էր մի խումբ բանկիրների հետ, Հրազդան գետի վրա նայող պատուհանների մոտ։ Հենց այդ ժամանակ Իզաբելլան կատարեց իր առաջին քայլը։ Իմ սիրելի Հելենա, ասաց նա, մոտենալով ժպիտով, որը ակնհայտ ջերմություն էր ճառագում, ինչ ուրախություն է նորից տեսնել ձեզ։ Շաբաթներ է, ինչ մենք պատշաճ կերպով չենք խոսել։ Հելենան թեթակի կարմրեց, ճանաչելով Իզաբելլայի բարեկամական տոնի մեջ սառնությունից շատ ավելի վտանգավոր բան։ Ձերդ մեծությունը շատ բարի է։ Ես զբաղված էի ընտանեկան հարցերով։
Ահա, այո, ընտանեկան հարցեր, կրկնեց Իզաբելան, կարծես վայելում էր բառերը։ Այնքան կարող է մնալ ընտանիքի մոտ դժվար ժամանակներում։ Ի դեպ, լսել եմ, որ ձեր զարմիկ Չարլզը վերջապես ստացել է այդ պաշտոնը ռազմական նախարարությունում։ Պետք է այնքան հպարտ լինեք, որ նպաստել եք նրա հաջողությանը։ Մեկնաբանությունը բավականաչափ բարձր էր արվել, որպեսզի լսվեր մոտակա հյուրերի կողմից, ներառյալ ռազմական նախարարը, ով հանկարծակի հետաքրքրասիրության արտահայտությամբ բարձրացրեց աչքերը։ Հելենան գունատվեց, անմիջապես հասկանալով, որ Իզաբելան գիտեր Ալեքսանդրի միջոցով ռազմական նշանակումների վրա ազդելու իր փորձերի մասին։ Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսում ձեր մեծությունը, շշնջաց Հելենան։ Իհարկե, ոչ, ասաց Իզաբելան թունավոր քաղցրությամբ։ Ի վերջո, չափազանց անպատշաճ կլիներ տիկնոջ համար քաղաքական բարեհաճություններ խնդրել, չեք կարծում։ Դա գրեթե կոռումպացված կլիներ։ Կոռումպացված բառը կախված էր օդում դառը խունկի պես։ Մոտակա մի քանի զրույցներ դադարեցին, ստեղծելով լռության շրջան երկու կանանց շուրջ։ Հելենան հասկացավ, որ դարձել է այն ուշադրության կենտրոնը, որը չէր ցանկանում, բայց չգիտեր, թե ինչպես փախչել առանց մեղքը խոստովանելու կամ կայսրուհու հանդեպ կոպիտ թվալու։ Հենց Ալեքսանդրը խախտեց լարվածությունը, մոտենալով մի արտահայտությամբ, որը փորձում էր պատահական թվալ, բայց չէր կարողանում թաքցնել անհանգստությունը։ Իմ սիրելի կին, թվում է, թե դու չափազանց շատ ես զբաղեցնում մեր հյուրին։ Թերս պետք է թույլ տանք նրան վայելել ընդունելությունը։ Բայց իհարկե, համաձայնեց Իզաբելան, նրբագեղորեն գլուխը թեքելով։ Հելենա, իմ սիրելիս, հուսով եմ, որ կվայելես երեկոն։ Եվ հիշիր, եթե ինչ-որ բանի կարիք ունենաս, նույնիսկ ամենափոքր բանի, մի հապաղիր դիմել ինձ։ Ի վերջո, ես միշտ պատրաստ եմ օգնել։ Հին ընկերներին։ Հին բառի շեշտադրումը նուրբ ապտակի պես էր։ Հելենան դողդոջուն խոնարհվեց, արագ հեռացավ, իր ետում թողնելով շշուկների շահարկող հայացքների հետք։ Բայց Իզաբելան չէր ավարտել։ Հաջորդած ճաշկերույթի ժամանակ նա փոքր բանավոր ռումբեր բաշխեց փորձառու հրետանավորի ճշգրտությամբ։ Կարող է արքունիքը զերծ պահել կասկածելի ազդեցություններից, պատահական դիտարկումը ուղղվեց ռուս դեսպանին։ Անպատասխանատու ֆինանսական շահարկումների վտանգները, մեկնաբանությունը արվեց Պերսինի կոմսի ներկայությամբ։ Աբսոլյուտ հավատարմության անհրաժեշտությունը անորոշ ժամանակներում մտորումը արձագանքեց Մալակոֆի դքսուհու մոտ։ Յուրաքանչյուր կրակոց հարվածեց իր թիրախին մահացու ճշգրտությամբ։ Հյուրերը, ովքեր իրենց ապահով էին զգում իրենց փոքր գաղտնիքներում, հայտնվեցին բացահայտված կայսրուհու թափանցող հայացքի ներքո, ով կարծես գիտեր իրենց կյանքի մանրամասները, որոնք նրանք ինքնուրույն մոռացել էին։ Իզաբելայի իշխանությունը կայանում էր ոչ միայն նրա պաշտոնական դիրքի մեջ, այլ նրա ունակության մեջ, տեսնելու կապեր, որտեղ ուրիշները տեսնում էին միայն համընկնումներ, հիշելու մանրամասներ, որոնք ուրիշները համարում էին աննշան։ Երեկոյի գագաթնակետը հասավ վերջին վալսի ժամանակ, երբ Ալեքսանդրը մոտեցավ Իզաբելային ավանդական պարի համար, որը կավարտեր ընդունելությունը։ Դա մի պահ էր, որը սովորաբար խորհրդանշում էր ամուսնական քաղաքական ներդաշնակություն, բայց այդ գիշեր այն վերածվեց իշխանության հրապարակային ցուցադրության։ Ինչ ես անում, շշնջաց Ալեքսանդրը, մինչ նրանք պարում էին, պահելով արարողակարգային ժպիտը շուրթերին։ Ես պաշտպանում եմ մեր թագավորությունը, պատասխանեց Իզաբելան նույն ցածր ձայնով, իր շարժումները կատարելապես համաժամացված երաժշտության հետ։ Ես վերացնում եմ այն տարրերը, որոնք կարող են վտանգել մեր կայունությունը։ Դու ահաբեկում ես մեր արքունիքը։ Ես կրթում եմ մեր արքունիքը։ Տարբերություն կա։ Ալեքսանդրը փորձեց պարը տանել սրահի ավելի անձնական անկյուն, բայց Իզաբելան նուրբ դիմադրեց, նրանց պահելով ուշադրության կենտրոնում։ Իզաբելա, սա պետք է դադարի։ Հելենան արժանի չէ։ Հելենան արժանի։ Չէ, Իզաբելայի ձայնը ցածր մնաց, բայց յուրաքանչյուր վանկում մաքուր սառույց կար։ Խոսեք ինձ հետ արժանիքի մասին, իմ սիրելի ամուսին։ Խոսեք ինձ հետ, թե ինչին է արժանի Հելենան ռազմական նշանակումները կոռումպացնելու փորձի համար։ Խոսեք ինձ հետ, թե ինչին է արժանի թանկարժեք նվերներ ընդունելու համար, մինչ ուրիշները պայքարում են իրենց ընտանիքները կերակրելու համար։ Խոսեք ինձ հետ, թե ինչին է արժանի այլ հանցագործությունների համար, որոնք նախընտրում եմ հրապարակայնորեն չնշել։ Ալեքսանդրը զգաց շարժվող հողը իր ոտքերի տակ։ Ինչ այլ հանցագործություններ։ Ահա, ասաց Իզաբելան, նրբագեղորեն պտտվելով նրա թիտակ, դա այլ ժամանակի զրույց է, չեք կարծում։ Երբ մենք ունենանք ավելի շատ։
Գաղտնիություն։ Թաքնված սպառնալիքը պարզ էր։ Իզաբելան ինչ-որ բան գիտեր, որը կարող էր լիովին ոչնչացնել Հելենային, Ալեքսանդրը հասկացավ, որ իր սիրուհին դարձել էր վտանգավոր պարտք, որին նա թերս այլս չէր կարող պաշտպանել։ Հենց այս խոցելիության պահին էր, որ Լուսիենը, ով ողջ գիշեր դիտում էր ստվերներից, կատարելով իր անվտանգության պարտականությունները, որոշում կայացրեց, որը կփոխեր բոլոր հետագա իրադարձությունների ընթացքը։ Նա այլս չէր կարող տանել Իզաբելային տեսնելը, վերածվելով սառույցի վրեժի արարածի, նույնիսկ եթե հասկանում էր նրա մետամորֆոզի պատճառները։ Նա չափազանց շատ էր սիրում նրան, որպեսզի թույլ տար նրան կործանել իրեն ուրիշներին կործանելու ձգտման մեջ։ Ընդունելությունից հետո, երբ վերջին հյուրերը հեռացել էին, պալատը վերադարձել էր գիշերային լռության, Լուսիենը սպասեց այգիներում, որտեղ նա Իզաբելան սովոր էին հանդիպել, մինչ ամեն ինչ բարդանար։ Նա գիտեր, որ նա կգա, նա սովորություն ուներ մենակ քայլելու ինտենսիվ սոցիալական իրադարձություններից հետո, մշակելով հավաքված տեղեկությունները պլանավ, որելով հաջորդ քայլերը։ Երբ նա հայտնվեց ուրվականի պես լիալուսնի լույսի ներքո, որը նրա սպիտակ զգեստը դարձնում էր եթերային տեսիլք, Լուսիենը զգաց, որ իր սիրտը նույն ինտենսիվությամբ է արագանում, ինչպես միշտ։ Շաբաթների բաժանումը չէր նվազեցրել նրա կիրքը նրա հանդեպ։ Եթե ինչ-որ բան, ապա բացակայությունը սրել էր նրա ցանկությունը մինչ գրեթե անտանելի դառնալը։ «Դու չպետք է այստեղ լինեիր», ասաց Իզաբելան, երբ տեսավ նրան, բայց նրա ձայնը սովորական սառնություն չէր պարունակում։ «Պետք է խոսեմ քեզ հետ», պատասխանեց Լուսիենը, մեկ քայլ անելով նրա կողմը։ «Այս գիշերվա մասին։ Այն մասին, թե ինչ ես դառնում։ Եվ ինչ եմ դառնում։ Մեկը, ում ես չեմ ճանաչում։ Մեկը, ով սպառում է իր թշնամիներին, ինչպես կրակը սպառում է չոր ծղոտը»։ Իզաբելան ծիծաղեց, բայց ձայնի մեջ հումոր չկար։ «Թերս սա է իմ իսկական բնույթը, դու ինձ պարզորեն տեսնում ես առաջին անգամ»։ «Ոչ», ասաց Լուսիենը կատաղի համոզմունքով։ «Քո իսկական բնույթը այն կինն է, ով լացում էր իմ գրկում, երբ հայտնաբերեց դավաճանությունները։ Այն կինը, ով հոգ է տանում որբերի այրիների մասին։ Այն կինը, ով սիրում է այնքան ինտենսիվորեն, որ նախընտրում է այդ սերը վերածել ատելության, քան ընդունել, որ դեռ ինչ-որ բան է զգում»։ Մեղադրանքը հարվածեց Իզաբելային լավ նշանառված նետի պես։ Մի պահ վերահսկողության դիմակը տատանվեց, բացահայտել։ Ով այն ցավը, որը նա թաղել էր զայրույթի վրեժի ծարավի շերտերի տակ։ «Դու չես հասկանում», ասաց նա, հեռանալով նրանից։ «Դու երբեք չես հասկանա, թե ինչ է նշանակում դավաճանվել բոլորի կողմից, ում վստահում ես։ Նախ Ալեքսանդրը, հետո դու։ Քանի անգամ պետք է թույլ տամ, որ տղամարդիկ օգտագործեն ինձ, մինչ սովորեմ օգտագործել նրանց ի պատասխան»։ «Մի անգամ», ասաց Լուսիենը, նորից մոտենալով։ «Դու պետք է թույլ տաս մեկ անգամ։ Ինձ հետ։ Որպեսզի հայտնաբերես, թե արդյոք սերը կարող է ավելի ուժեղ լինել, քան վրեժը»։ Դա վտանգավոր առաջարկ էր, նրանք երկուսն էլ դա գիտեին։ Եթե նրանք բացահայտվեին, սկանդալը կլիներ ոչ միայն անձնական, այլ քաղաքական հետանքներով, որոնք կարող էին տապալել կառավարությունը։ Բայց ինչ-որ բան կար նրանում, թե ինչպես էր Լուսինը լուսավորում Լուսիենի դեմքը, ինչ-որ բան կար նրա ձայնի հուսահատ անկեղծության մեջ, որը ստիպեց Իզաբելայի պաշտպանությունը տատանվել։ «Իսկ եթե սերը բավարար չլինի», հարցրեց նա։ «Իսկ եթե վրեժը լինի այն ամենը, ինչ մնացել է ինձ, ապա ես կլինեմ քո կողքին», խոստացավ Լուսիենը։ «Բայց թույլ տուր, որ նախ փորձեմ քեզ մեկ այլ ճանապարհ ցույց տալ»։ Հաջորդած համբույրը տարբեր էր նախորդներից։ Առաջին անգամվա հուսահատ շտապողականություն չկար, ոչ էլ երկրորդ անգամվա անզուսպ կիրքը։ Դա խոստման, փոխադարձ ներողամտու։ Թյան այն գիտակցման համբույր էր, որ երկուսն էլ սխալներ էին թույլ տվել, բայց դեռս կարող էին փրկություն գտնել միմյանց գրկում։ Երբ նրանք բաժանվեցին, Իզաբելան գիտեր, որ հասել է խաչմերուկի։ Նա կարող է շարունակել այն սառը վրեժի ճանապարհը, որը նա գծել էր, համակարգված կործանելով բոլոր նրանց, ովքեր վիրավորել էին նրան։ Կամ նա կարող էր ընտրել ավելի ռիսկային, բայց պոտենցիալ ավելի պարգատրող ճանապարհը, փորձելով նոր բան կառուցել իր կորցրած պատրանքների ավերակների վրա։ «Ինչ-որ բան պետք է իմանաս», ասաց նա վերջապես։ «Ինչ-որ բան Ալեքսանդրի Հելենայի մասին, որը դուրս է սիրային կապից։ Ինչ-որ բան, որը կարող է ամեն ինչ փոխել»։ Լուսիենը սպասեց, հասկանալով, որ այն, ինչ նա պատրաստվում էր բացահայտել, վճռորոշ կլինի բոլորի ապագայի համար։ «Հելենան ոչ միայն Ալեքսանդրի սիրուհին է», շարունակեց Իզաբելան։
Նա նրա հանցակիցն է մի դավադրության մեջ, որը սկիզբ է առել մեր ամուսնության առաջին օրերից։ Մի դավադրություն, որը ներառում է կեղծված փաստաթղթեր, շեղված միջոցներ։ Ինձ վերացնելու ծրագրեր, եթե ես չափազանց մեծ խոչընդոտ դառնայի նրանց ծրագրերին։ Բացահայտումը հարվածեց Լյուսիենին կայծակի պես։ Հանկարծ բոլոր այն փոքր տարօրինակ մանրամասները, որոնք նա նկատել էր ծառայության ամիսների ընթացքում, իմաստ ձեռք բերեցին։ Ալեքսանդրի անձնական հանդիպումները, որոնք պաշտոնական գրառումներում չէին նշված։ Փաստաթղթերը, որոնք անհետանում վերահայտնվում էին փոփոխված։ Հակասական հրամանները, որոնք նա ստանում էր Իզաբելայի պաշտպանության վերաբերյալ։ Ապացույցներ ունես, հարցրեց նա։ Ունեմ, ասաց Իզաբելան։ Եվ վաղը, ես կորոշեմ, թե ինչ անել դրանց հետ։ 1843 թվականի ամառն ավարտվում էր, բայց իսկական ջերմությունը նոր էր սկսվում։ Հաջորդ ժամերին որոշումներ կկայացվեն, որոնք կորոշեն ոչ միայն կայսրուհու նրա թշնամիների ճակատագիրը, այլ մի ազգի ապագան, որը անկայուն հավասարակշռության մեջ էր միապետության հեղափոխության, անցյալի մի ապագայի միջ, որը ոչ ոք չէր կարող վստահորեն կանխատեսել։ 1843 թվականի աշունը երան եկավ լուռ հեղափ։ Ողջության պես ծառերը տերներից մերկացնելով նույն անողոքությամբ, որով Իզաբելան պատրաստվում էր իր թշնամիներին զրկել անվտանգության իրենց պատրանքներից։ Առավոտները լուսանում էին ոսկե մառախուղով պատված, որը քաղաքը վերածում էր իմպրեսիոնիստական ջրանկարի, բայց Սարդարապատի պալատի ներսում մթնոլորտը մոտալուտ փոթորկի էր։ Իզաբելան գիշերն անցկացրել էր անքուն, ոչ թե անկնության, այլ ռազմավարական անհրաժեշտության պատճառով։ Իր անձնական սենյակներում, շրջապատված Մարիա Անտուանետային պատկանող կարմիր ծառից սեղանի վրա շաղված փաստաթղթերով, նա կազմակերպում էր հանելուկի վերջին կտորները, որոնք ամիսներ էր պահանջել հավաքելու համար։ Ապացույցներն անհերքելի էին կործանարար։ Ծածկագրված նամակներ, որոնք Աննան պատճենել էր Հելենայի սենյակներից, բանկային գրառումներ, որոնք ստացվել էին ֆինանսների նախարարությունում իր կապերի միջոցով, մասնավոր քննիչների զեկույցներ, որոնց նա վարձել էր իր անձնական կարողությամբ։ Դավադրությունն ավելի լայնածավալ չարագուշակ էր, քան նա ի սկզբանե պատկերացրել էր։ Ալեքսանդրն ու Հելենան ոչ միայն սիրային կապ էին ունեցել, այլ համակարգված կերպով շեղում էին սոցիալական աջակցության նախագծերին հատկացված միջոցները, կեղծում դիվանագիտական փաստաթղթեր, որոշակի արտրականների շահերին ծառայելու համար, ամենազարմանալին, գաղտնի նամակագրություն էին պահպանում լեգիտիմիստական խմբակցությունների հետ, որոնք երազում էին տապալել Լուի Ֆիլիպին վերականգնել Բուրբոնների դինաստիայի ավելի պահպանողական ճյուղը։ Նրան ֆիզիկապես վերացնելու ծրագիրը մանրամասն ներկայացված էր մի շարք նամակներում, որոնք Հելենան փոխանակել էր արքունիքի բժշկի հետ, կասկածելի հեղինակություն ունեցող մարդու, ով մասնագիտացած էր բուժումների մեջ, որոնք հաճախ հանգեցնում էին հարմար մահերի։ Մեթոդը նոր բեր լինելու, կանացի մելանխոլիայի համար նախատեսված դեղամիջոց, որն աստիճանաբար կթունավորեր նրա համակարգը, առաջացնելով մահ, որը բնական ու մելանխոլիկ կթվար, բնորոշ երիտասարդ կայսրուհիներին, ովքեր չէին կարողանում հարմարվել իրական կյանքի ճնշումներին։ Անպատիվներ, շշնջաց նա, մոմի լույսի ներքո պահելով հատկապես մեղադրող նամակը։ Նրանք պատկերացնում էին, որ ես լուռ կմահանամ զոհաբերական գառան պես։ Հեգնանքը դառն էր։ Ալեքսանդրը, ով միշտ նրան քաղաքականապես միամիտ էր համարել, լիովին թերագնահատել էր այն կնոջը, ում հետ ամուսնացել էր։ Հելենան, ով տարիներ շարունակ ընկերություն էր ծածրել, երբեք չհասկացավ, որ Իզաբելան ուներ մանրամասների հիշողություն օրինաչափությունների ինտուիցիա, որը մրցակցում էր Եվրոպայի լավագույն լրտեսների հետ։ Երբ լուսաբացը վերջապես ճեղքեց Դամասկե վարագույրները, Իզաբելան արդեն կայացրել էր իր որոշումը։ Բավարար չէր պարզապես բացահայտել դավադրությունը, դա պարզապես արդարություն կլիներ։ Նա ցանկանում էր ավելի նուրբ, ավելի արվեստագետ բան։ Նա ցանկանում էր, որ Ալեքսանդրն ու Հելենան փոխա դարձաբար ոչնչացնեին միմյանց, որ նրանք միմյանց դավաճանության մեջ հայտնաբերեին նույն թույնը, որը փորձել էին իրեն տալ։ Նրա օրվա առաջին այցը արդարադատության նախարար Արմեն Հովհաննիսյանի գրասենյակ էր, ազնիվ մարդու, ում հավատարմությունը նա նվաճել էր իր առաջադիմական բարեփոխումներին աջակցելու միջոցով։ Նա եկավ խիստ պաշտոնական զգեստով, գրելով կաշվե պայուսակ, որը պարունակում էր բավականաչափ փաստաթղթեր, կառավարություն տապալելու համար։ Նախարար, ասաց նա առանց նախաբանների, պաշտոնական ողջույններից հետո, ես եկել եմ խնդրելու ձեր կարծիքը մի նուրբ հարցի վերաբերյալ, որն ազդում է պետության անվտանգության վրա։
Արմեն Հովհաննիսյանը, փորձառու մարդը, ով վերապրել էր ռեժիմի 3 փոփոխություն, անմիջապես ճանաչեց պայթուցիկ տեղեկություններ ունեցողի տոնը։ Ձեր մեծությունը ինձ պատվում է իր վստահությամբ։ Ինչով կարող եմ օգտակար լինել։ Իզաբելան բացեց պայուսակը սեղանի վրա, շաղ տվեց փաստաթղթերի զգուշորեն ընտրված հավաքածու։ Այս թղթերը իմ գիտությանն են հասել այնպիսի աղբյուրներից, որոնք չեմ կարող բացահայտել։ Կցան կա։ Նայի ձեր իրավական գնահատականը դրանց բացահայտածի հետանքների վերաբերյալ։ Հաջորդեց 1 ժամ լուռ ընթերցանություն, որը նախարարին տեսանելիորեն ցնցեց։ Երբ նա վերջապես բարձրացրեց աչքերը փաստաթղթերից, նրա արտահայտությունը անկեղծ շոկի վրդովմունքի էր։ Եթե այս փաստաթղթերն իսկական են, ասաց նա դանդաղ, մենք այստեղ ունենք դավաճանության, պետական միջոցների յուրացման արքայական ընտանիքի անդամի կյանքի դեմ դավադրության ապացույցներ։ Դրանք մահվան կամ, լավագույն դեպքում, մշտական աքսորի ենթակա հանցագործություններ են։ Դրանք իսկական են, հաստատեց Իզաբելան։ Հարցն այն է, թե ինչպես վարվել այնպես, որ նվազագույնի հասցվի հասարակական սկանդալը, բայց ապահովվի, որ արդարությունը կատարվի։ Դա մի հարց էր, որը ցույց էր տալիս նրա քաղաքական հասունությունը։ Պակաս փորձառու կայսրուհին կարող էր պահանջել տպավորիչ հրապարակային դատավարություններ, որոնք կբավարարեին վրեժի ծարավը, բայց կկործանեին թագավորության կայունությունը։ Իզաբելան հասկանում էր, որ իսկական հաղթանակը կայանում է իր թշնամիներին չեզոքացնելու մեջ, առանց ոչինչ ացնելու այն հաստատությունը, որը նա այժմ վերահսկում էր։ Խորհուրդ եմ տալիս, ասաց Արմեն Հովհաննիսյանը երկար մտածելուց հետո, որ ներգրավվածներին առաջարկվի կամավոր խոստովանել ընդունել այլընտրանքային պատիժներ։ Աքսոր հեռավոր գաղութային տարածքներ, օրինակ, կամ մշտական փակում համապատասխան վանքերում։ Մեթոդներ, որոնք կպահպանեն թագի արժանապատվությունը, միաժամանակ արդյունավետորեն վերացնելով սպառնալիքները։ Իմաստուն առաջարկ, համաձայնեց Իզաբելան։ Բայց մինչ այդ առաջարկները կատարվեն, կարծում եմ, որ անձնական զրույց ներգրավվածների հետ տեղին կլիներ, որպեսզի նրանց հնարավորություն տրվի բացատրել իրենց գործողությունները։ Նախարարը լիովին հասկացավ, թե ինչ չէր ասվում։ Իզաբելան ցանկանում էր անձնական բավարարություն, դիմակայելու իր թշնամիներին, նախքան նրանց ոչնչացնելը։ Դա մարդկային հասկանալի ցանկություն էր, հատկապես հաշվի առնելով, որ նրանք նախատեսել էին սպանել նրան։ Իհարկե, ասաց նա։ Ձեր մեծությունն ունի ամբողջ իրավունքը, փնտրելու պարզաբանումներ, մինչ պաշտոնական միջոցներ ձեռնարկվեն։ Իզաբելան հեռացավ արդարադատության նախարարությունից, այն զգացումով, որ քար է նետել հանգիստ լճակի մեջ։ Ալիքներն աստիճանաբար կտարածվեին, հասնելով պալատի բոլոր անկյուններին։ Այժմ նա պետք է պատրաստեր հողը վերջնական դիմակայության համար։ Նրա հաջորդ կանգառը Լյուսիենի սենյակներ անսպասելի այցելություններ։ Նա գտավ նրան զենքերը մաքրելիս, սովորություն, որը նա կրոնականորեն պահպանում էր իր զինվորական օրերից։ Նրա շարժումների ճշգրտությունը, բացարձակ կենտրոնացումը յուրաքանչյուր մանրամասնի վրա, հիշեցրեց նրան, թե ինչու էր նա սիրահարվել նրան, նա մի մարդ էր, ով ամեն ինչ անում էր լիակատար անկեղծությամբ, նույնիսկ ամենաառօրյա գործերը։ Իզաբելա, ասաց նա, անմիջապես ոտքի կանգնելով, երբ նա առանց հայտարարության ներս մտավ։ Ես չէի սպասում։ Ինձ պետք է ընդհատեց նա, նրա ձայնի մեջ խոցելիություն կար, որը նա շաբաթներ շարունակ չէր լսել։ Այն բանի համար, ինչ տեղի կունենա առաջիկա ժամերին, ինձ պետք է մեկը, ում կարող եմ բացարձակապես վստահել։ Լյուսիենը մի կողմ դրեց ատրճանակը, որը մաքրում էր, մոտեցավ նրան։ Դու միշտ կարողացել ես վստահել ինձ։ Նույնիսկ երբ հանգամանքները հակառակն էին հուշում։ Ես գիտեմ, ասաց նա, զարմացնելով նրան։ Ես վերջապես հասկանում եմ, որ Ալեքսանդրի հրամանների մասին քո խոստովանությունը քաջության արարք էր, ոչ թե դավաճանություն։ Դու փորձում էիր պաշտպանել ինձ, նույնիսկ եթե դա նշանակում էր բացահայտել քո սեփական կրկնակիությունը։ Դա այն ներումն էր, որը Լյուսիենը ցանկացել էր, բայց չէր համարձակվել սպասել։ Առանց խոսքերի, նա քաշեց նրան իր գիրկը, պահելով նրան այն նրբությամբ, ով տանում է թանկարժեք փխրուն բան։ Մի պահ նրանք մնացին այդպես, երկու փրկվածներ, ովքեր մխիթարություն էին գտնում միմյանց մեջ, մինչ վերջնական մարտը։ Ինչ ես անելու, հարցրեց նա վերջապես։ Ես նրանց հնարավորություն կտամ խոստովանել, ասաց Իզաբելան։ Եվ երբ նրանք հրաժարվեն, որովհետև նրանք կհրաժարվեն, ես նրանց ցույց կտամ, թե ում էին նրանք փորձում ոչնչացնել։
Այդ գիշերվա ճաշկերույթը մտերիմ միջոցառում էր, իբր կազմակերպված նշելու հայ դեսպանի վերադարձը Թբիլիսիից առաքելությունից։ Հրավիրված էին ընդամենը 12 մարդ, այդ թվում Ալեքսանդրը, Հելենան մի քանի զգուշորեն ընտրված անձինք, ում Իզաբելան գիտեր, որ կարող էին հուսալի վկաներ լինել, եթե անհրաժեշտ լիներ։ Հելենան եկավ տեսանելիորեն նյարդայնացած, վերջին շաբաթների ընթացքում հասկանալով, որ իր դիրքը դարձել էր ավելի ու ավելի անկայուն։ Ալեքսանդրը իր հերթին պահպանում էր նորմալության դիմակը, բայց նրա աչքերը անընդհատ փնտրում էին Իզաբելայի աչքերը, փորձելով վերծանել նրա ծրագրերը։ Ճաշկերույթն անցավ արվեստի, գրականության, միջազգային քաղաքականության մասին թվացյալ պատահական զրույցներով։ Իզաբելան կատարյալ տանտիրուհի էր, քննարկումները ղեկավարելով փորձառու դիվանագետի հմտությամբ։ Բայց նրանք, ովքեր լավ էին ճանաչում նրան, կարող էին զգալ ստորգետնյա լարվածություն, զսպված էներգիա, որը հուշում էր մոտալուտ փոթորիկների մասին։ Հենց աղանդերի ժամանակ Իզաբելան կատարեց իր առաջին քայլը։ «Ես խոստովանություն ունեմ անելու», ասաց նա, բարձրացնելով իր բոհեմական բյուրեղապակյա բաժակը։ «Վերջերս ես նվիրվել եմ բավականին կլանող հոբբիի՝ ծագումնաբանություն։ Հիասքանչ է ընտանիքների միջ թաքնված կապերը, մեր պատմությունը ձավորող գաղտնի դաշինքները հայտնաբերելը»։ Մեկնաբանությունը բավականաչափ անմեղ թվաց, բայց Հելենան սառնություն զգաց իր ողնաշարի վրայով։ Իզաբելայի տոնի մեջ վտանգ էր հուշում։ Օրինակ, շարունակեց կայսրուհին, ես վերջերս հայտնաբերեցի, որ որոշ ազնվական ընտանիքներ հետաքրքիր կապեր են պահպանել արտրականների հետ, ովքեր օգուտ են քաղել կառավարության որոշակի քաղաքականությունից։ Կապեր, որոնք կարող էին թվալ համընկնում պատահական դիտորդների համար։ Ալեքսանդրը գուլ տվեց, բայց պահպանեց իր չեզոք արտահայտությունը։ «Ծագումնաբանությունն իսկապես հիասքանչ է», ասաց նա։ «Թե մենք պետք է զգույշ լինենք, օրինաչափություններ չտեսնելու այնտեղ, որտեղ միայն համընկնումներ կան»։ Ահա, բայց հենց դրանում է մանրակրկիտ հետազոտության գեղեցկությունը, պատասխանեց Իզաբելան, ժպիտով, որը չհասավ աչքերին։ Երբ բավականաչափ փաստաթղթեր կան, համընկնումները բացահայտվում են ոչ այնքան համընկնող։ Հենց այդ ժամանակ Հելենան կատարեց ճակատագրական սխալը։ Լուռ մնալու փոխարեն նա փորձեց շեղել զրույցը։ «Ձեր մեծությունը միշտ այդքան նվիրված է եղել մանրամասներին։ Դա հիանալի որակ է, թե երբեմն կարող է հանգեցնել թյուրիմացությունների»։ Թաքնված վիրավորանքը, ենթադրելով, որ Իզաբելան մոլուցքային պարանոիկ էր, հենց այն էր, ինչ նա սպասում էր։ Դա այն բացումն էր, որը նրան պետք էր, իր խաղաքարտերը բացահայտելու համար։ Թյուրիմացություններ, դանդաղ կրկնեց Իզաբելան։ Դա հետաքրքիր բառ է։ Օրինակ, թյուրիմացություն կլինիր, եթե ես հավատայի, որ թագի մոտ որոշ մարդիկ, ինչպես կարող եմ ասել, վերաբաշխել են պատերազմի որբերին հատկացված միջոցները իրենց սեփական նպատակների համար։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Նույնիսկ սպասավորները դադարեցին շարժվել, բնազդաբար զգալով, որ ինչ-որ վճռորոշ բան էր տեղի ունենում։ Ալեքսանդրը փորձեց վերջին պաշտպանությունը։ «Իմ սիրելի կին, վախենում եմ, որ ինչ-որ մեկը քեզ սխալ տեղեկություններ է տրամադրել»։ Կամ, ընդհատեց Իզաբելան, իր ձայնը պողպատի պես կտրող, թյուրիմացություն կլիներ, եթե ես հավատայի, որ այդ նույն մարդիկ նամակագրություն են պահպանել լեգիտիմիստական տարրերի հետ, որոնք հետաքրքրված էին փոփոխություններով արքայական հաջորդականության մեջ։ Հելենան փոքր խեղդված ճիչ արձակեց, ձեռքը դնելով կրծքին։ Ալեքսանդրը տեսանելիորեն գունատվեց, վերջապես հասկանալով, որ իր կինը ամեն ինչ գիտեր։ Եվ իհարկե, շարունակեց Իզաբելան անողոքորեն, սարսափելի թյուրիմացություն կլիներ, եթե ես հավատայի, որ այդ մարդիկ դավադրություն են կազմակերպել վերացնելու իրենց հավակնությունների խոչընդոտները այնպիսի մեթոդներով, որոնք կթվային բնական։ Հենց Ալեքսանդրը խախտեց առաջինը։ Նա կտրուկ վեր կացավ սեղանից, տապալելով իր աթոռը։ «Ինչպես ես համարձակվում նման մեղադրանքներ անել։ Ես Հայաստանի ժառանգորդ արքայազնն եմ»։ «Ես եմ», համաձայնեց Իզաբելան, նստած մնալով գերբնական հանգստությամբ։ «Եվ հենց դրա համար էլ քո դավաճանություններն ավելի կործանարար են։ Դու երդվեցիր պաշտպանել այս թագը, իսկ փոխարենը դավադրություն կազմակերպեցիր այն յուրացնելու համար։ Դու խոստացար պատվել ինձ որպես կին, իսկ փոխարենը պլանավորեցիր սպանել ինձ»։ Սպանել բառը արձագանքեց ճաշասենյակում հրետանու կրակոցի պես։ Հյուրերը նայում էին միմյանց, աճող շոկի սարսափի արտահայտություններով։ Հելենան, հասկանալով, որ իրավիճակն անդառնալիորեն կորած է, փորձեց վերջին հուսահատ քայլը։
Նա խելագար է, բղավեց նա, մատնացույց անելով Իզաբելային։ Նա խանգարված կին է, մոլուցքով տարված երակայական դավադրություններով։ Ալեքսանդր, ասա նրանց, որ նա կորցրել է խելքը։ Բայց Ալեքսանդրը, բախվելով այն անհերքելի ապացույցին, որ նա լիովին գերազանցվել էր այն կնոջ կողմից, ում ինտելեկտուալ առումով ավելի ցածր էր համարել, չկարողացավ պատասխան ձակերպել։ Իրավիճակի իրականությունը վերջապես թափանցում էր տարիների ամբարտավանության ինքնախաբեության միջով։ Հենց այդ ժամանակ Լուսիենը մտավ սրահ, գրելով նույնպիսի պայուսակ, ինչպիսին Իզաբելան առավոտյան ցույց էր տվել արդարադատության նախարարին։ Նա այն դրեց սեղանին խուլ ձայնով, որը թվում էր, թե արձագանքում է դատավորի մուրճի պես։ Ապացույցները, պարզապես ասաց Իզաբելան։ Նամակներ, բանկային գրառումներ, բժշկական զեկույցներ, ծածկագրված նամակագրություն։ Ամեն ինչ հաստատված ստուգված անկախ փորձագետների կողմից։ Ալեքսանդրը ծանր նստեց, կարծես նրա ոտքերն այլս չէին կարողանում պահել նրան։ Նա նայեց Հելենային, ապա Իզաբելային, վերջապես հասկանալով իր սեփական հիմարության մեծությունը։ Նա օձ էր հրահրել, կարծելով, թե աղավնու հետ է գործ ունենում։ Ինչ ես ուզում, հարցրեց նա, իր ձայնը խուլ բարդված։ Արդարություն, պատասխանեց Իզաբելան։ Բայց նա ողորմություն։ Դուք իմ ամուսինն եք, նա իմ ընկերն էր։ Ուստի, ես ձեզ ընտրություն եմ առաջարկում։ Նա նրբագեղորեն վեր կացավ, շարժվելով դեպի այգիներին նայող պատուհանը, որտեղ նա այդքան անգամ էր քայլել, պլանավորելով այս պահը։ Դուք կարող եք հրապարակայնորեն խոստովանել ձեր դավաճանությունները ընդունել մշտական աքսոր Սիբիր։ Կամ կարող եք ամեն ինչ հերքել դիմակայել դավաճանության համար հրապարակային դատավարությանը, որտեղ այս ապացույցները կներկայացվեն ողջ Հայաստանի առջ։ Դա դաժան, բայց արդար ընտրություն էր։ Խոստովանությունը նվաստացուցիչ կլիներ, բայց կպահպաներ նրանց կյանքը։ Հերքումը կհանգեցներ լիակատար բացահայտման գրեթե հաստատ մահապատժի։ Հելենան առաջինը փլվեց։ Նա ծնկի իջավ Ալեքսանդրի աթոռի կողքին, անզուսպ լացելով։ Դա իմ գաղափարը չէր, բղավեց նա։ Դա նա էր։ Նա ասաց, որ դու խոչընդոտ ես իր ծրագրերին։ Նա ասաց, որ եթե մենք քեզ վերացնենք, մենք կարող ենք միասին կառավարել։ Վերջնական դավաճանություն։ Նույնիսկ կործանման առջ Հելենան փորձում էր փրկել իրեն, զոհաբերելով Ալեքսանդրին։ Ժառանգորդ արքայազնը նայեց իր սիրուհուն զզվանքի արամարանքի արտահայտությամբ, որը բացահայտեց, թե որքան էր նրա սերը պարզապես քաղաքական։ Հարմարավետություն։ Ստախոս, սառը ասաց նա։ Դու էիր, ով առաջարկեց մեթոդները։ Դու էիր, ով գտավ բժշկին, ով պատրաստ էր թույները տրամադրել։ Դա հենց այն էր, ինչ Իզաբելան ակնկալում էր։ Ճնշման տակ նրանք շրջվեցին միմյանց դեմ, վիրավոր կենդանիների պես, փոխադարձաբար ոչնչացնելով միացյալ պաշտպանություն ներկայացնելու ցանկացած հնարավորություն։ Երկուսն էլ մեղավոր են, ասաց նա, երբ ճիչերն ու մեղադրանքները վերջապես դադարեցին։ Եվ երկուսն էլ կբախվեն հետանքներին։ Ալեքսանդր, դու կհրաժարվես քո հաջորդականության իրավունքներից կմեկնես Սիբիր մեկ շաբաթվա ընթացքում։ Հելենա, դու կաքսորվես Սանի կղզու վանք, որտեղ կանցկացնես քո կյանքի մնացած մասը ապաշխարության աղոթքի մեջ։ Դրանք դատավճիռներ էին, որոնք պահպանում էին նրանց կյանքը, բայց արդյունավետորեն ոչնչացնում էին նրանց գոյությունը, ինչպես նրանք գիտեին։ Ալեքսանդրը երբեք չէր վերադառնա Հայաստան։ Հելենան երբեք չէր տեսնի Երանի հասարակությունը։ Դա լիակատար, բայց ողորմած սոցիալական մահ էր։ Իսկ եթե մենք հրաժարվենք, հարցրեց Ալեքսանդրը մարտահրավերի վերջին դրս։ Որմամբ։ Իզաբելան ժպտաց, առաջին անգամ ամիսների ընթացքում դա անկեղծ ժպիտ էր։ Ապա դուք կբախվեք գիլյոտինին, որից ձեր նախնիներն այդքան էին վախենում։ Ընտրությունը ձերն է։ Հաջորդած շաբաթն անցավ մառախլապատ երազի պես։ Ալեքսանդրը մեկնեց հոկտեմբերյան մոխրագույն առավոտյան, առանց արարողության հրաժեշտների, զգուշորեն ուղեկցվելով մինչ արտրական նավ, որը նրան կտաներ իր մշտական աքսորավայր։ Հելենան նախորդ գիշեր տարվել էր Սանավանքի վանք, Սան քաղաքում, որտեղ մի անձնուհիները նրան կընդունեին որպես ապաշխարողի, ով կորցրել էր ճանապարհը, բայց փրկություն էր փնտրում։ Լուսիենը գտավ Իզաբելային այգիներում Ալեքսանդրի մեկնելու կեսօրին, դիտելով ծառերը, որոնք սկսում էին կորցնել իրենց ոսկե տերները։ Նրա դեմքին մելանխոլիա կար, որը նա նախկինում չէր տեսել, ոչ թե տխրություն Ալեքսանդրից բաժանվելու համար, այլ ինչ-որ ավելի խորը, ավելի մտածված բան։
Զղջում ես, հարցրեց նա, զգուշորեն մոտենալով։ Ոչ, ասաց նա երկար մտածելուց հետո։ Ավելի շատ կզղջայի, եթե թույլ տարի, որ նրա դավաճանությունները շարունակվեին։ Բայց տխրու։ Թյուն կա հայտնաբերելու մեջ, որ մարդիկ, ում սիրել ես, ունակ են։ Այդքան դաժանության։ Լյուսիենը բռնեց նրա ձեռքը, միահյուսելով իր մատները։ Եվ հիմա։ Ո՞րն է քո ապագան։ Իզաբելան շրջվեց դեպի նա, առաջին անգամ ամիսների ընթացքում նրա աչքերը փայլում էին վրեժի ծարավից բացի այլ բանով։ Մեր ապագան, ուղղեց նա։ Եթե դեռ ինձ ես ուզում, այն բանից հետո, երբ տեսար, թե ինչի եմ ես ընդունակ, երբ ինձ սադրում են։ Ես քեզ սիրում եմ հենց այն պատճառով, որ դու ունակ ես պաշտպանել քեզ, ասաց Լյուսիենը, քաշելով նրան իր գիրկը։ Ես սիրում եմ քո ուժը, քո խելքը, քո ունակությունը, ցավը վերածելու ուժի, առանց կորցնելու քո մարդկայնությունը։ Համբույրը, որը նրանք կիսեցին այնտեղ ծառերի տակ, որոնք ականատես էին եղել նրանց այդքան շատ գաղտնի հանդիպումների, կնիք էր։ Ոչ միայն սիրո, այլ գործընկերության։ Մի կյանքի, որը նրանք կկառուցեին միասին վերականգնված վստահության փոխադարձ հարգանքի ամուր հիմքերի վրա։ 3 ամիս անց, երբ 1844 թվականի ձմռան առաջին ձյունը սկսեց ծածկել Երանը, Իզաբելան զգուշորեն հայտարարեց, որ նա որոշել է կարգավորել իր անձնական անվտանգու թյան խորհրդականի կարգավիճակը ամուսնությամբ, որը կամրապնդի նրա դիրքը որպես կայսրուհի ռեգենտ, մինչ նոր ժառանգորդ կնշանակվի։ Արարողությունը պարզ էր, անցկացվեց պալատի մասնավոր մատուռում, ընդամենը մի քանի կարևոր վկաների ներկայությամբ։ Բայց երբ Լյուսիենը մատանին դրեց նրա մատին, նա արտասանեց այն երդումները, որոնք այս անգամ ազատորեն ընտրել էր, Իզաբելան գիտեր, որ վերջապես գտել է մի բան, որն ավելին էր, քան վրեժը։ Սեր, որը կառուցված էր ճշմարտության վրա, փորձված դժվարությամբ բավականաչափ ուժեղ, դիմակայելու ցանկացած փոթորկի, որը կարող էր բերել ապագան։ Մատուռից դուրս ձյունը շարունակում էր թափվել, ծածկելով Երանը սպիտակ շղարշով, որը կարծես նոր սկիզբներ էր խոստանում։ Եվ Սարդարապատի պալատի ներսում, որտեղ այդքան շատ գաղտնիքներ էին եռացել խավարում, երկու սրտեր, որոնք գտել էին միմյանց ճանապարհը, սկսեցին գրել մի պատմություն, որը կլիներ իրենցը, միայն իրենցը, հավերժ։ Կայսրությունը, որը Իզաբելան այժմ ղեկավարում էր, տարբեր կլիներ այն կայսրությունից, որը նա ժառանգել էր։ Այն կլիներ ավելի արդար, ավելի ուժեղ, կառուցված այն սկզբունքների վրա, որ իսկական իշխանությունը գալիս է նրանց պաշտպանելու քաջությունից, ում սիրում ես, որ ամենակատարյալ վրեժը լավ ապրած կյանքն է նրա կողքին, ով արժե բոլոր ռիսկերը։